Բարի լույս գործարարալիքի հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, սա թարմուղեղով զրույցն է, իսկ թարմուղեղով իմ զրուցակից առաջին խոսափողի մոտ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է, բարի օր պարոն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Ինչից սկսենք, ընտրություններից սկսենք, թե խաղաղության խորհրդից սկսենք։ Որ խորհրդից։ Խաղաղության խորհուրդը, որին մասնակցեցին Փաշինյանը եւ Լավ, եկեք հերվից գանք։ Գնանք խաղաղության խորհուրդ Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ, Իլհամ Ալիևն էր այնտեղ, էլի բարձրաստիճան պաշտոնյաներ, ղեկավարներ, բայց դե մեզ համար կարևոր են առաջնահերթ իրենք։ Ինչի մասին է այս խաղաղության խորհուրդը եւ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնտեղից վերադառնում էր խաղաղության մասին ավելի այսպես ամուր համոզմունքներով։ Ես չգիտեմ ինչն է ամուր համոզմունք իրան տվել, քան ուներ միջև մեկնելը։ Անկեղծ ասած, այնտեղ ես չեմ տեսել որևէ բան, որը ասենք մեզ մոտեցրել է գերիների վերադարձին, չեմ տեսել մի բան, որ մոտեցրել է տարածքների, օկուպացված տարածքների դեօկուպացիային։ Չեմ տեսել որևէ բան, որը մոտեցրել է մեզ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հետեւաբար ես չեմ կարող ասել ինչի է Նիկոլ Փաշինյանի մոտ ավելի ամրապնդվել այդ խաղաղության զգացումը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը սիրահոժար դարձել է Թրամփի PR գործիքը, կամ Հայաստանը դարձրել է Թրամփի PR գործիքը։ Այդ մի բանը նկատելի է 100%-ով։ Հատկապես ինչից եք նկատել։ Դե ընդհանրապես այդ խաղաղության խորհուրդը, տեսեք, բոլորը այնտեղ ձեռք են սեղմում, ինչ-որ շոու է, ասում է ոտքի կանգնեք, իրար բարևեք։ Մենք գիտենք, որ Թրամփը նման PR սիրում է իր խաղարար կամ իր հզոր իմիջը ամրապնդելու նպատակով, հա, հզոր ղեկավարի իմիջը։ Այդ ամեն ինչը ձեռնտու է նաև Ալիևին, որտեղ ըստ էության ստացել այն ինչ-որ իրան պետք է։ Ինչ է շահում դրանից Հայաստանը, ես մի քիչ չեմ կարողանում, ճիշտ ասած, տեսանելիորեն հիմա արձանագրված կետերով մեր հասարակությանը ասել։ Իսկ ինչ է շահում այդտեղ Ալիևը։ Ալիևը ինչ է կորցրել։ Ֆորմալիզացված ըստ էության Միջանցքի գաղափարը, ըստ էության, փաստաթղթի մակարդակով ֆորմալիզացված, հա։ Նույնիսկ արդեն Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն են կիսաձայն ընդունում, որ հայ սահմանապահի մաքսավորի երես չեն տեսնելու ադրբեջանցիները։ Գեղեցիկ ինչ-որ ձևակերպումներ են տալիս, որ տարբեր տեխնոլոգիաներով է դա իրականացվելու եւ այլն, բայց դա ակնհայտ է, չէ՞։ Այդ front office, back office-ը հենց դա։ Խաղաղության պայմանագիրը չի ստորագրել եւ շարունակում է նախապայմանային քաղաքականությունը։ Այո, դե Ալիևը ասաց, որ պիտի սահմանադրություն։ Ինչ է կորցնում Ալիևը, ընդհակառակը, մի շատ դիվային արտահայտություն է վերջի առնվազն 15 օրվա ընթացքում օգտագործել Ալիևը, երեք էլ Հաջիևն էր զարգացնում այդ թեզը։ Նրանք ասում են, որ Նյուրնբերգ են արել, մեր ռազմագերիներն էլ նացիստներից ավելի վտանգավոր հանցագործներ են։ Եվ դրան պատասխան չկար։ Շարունակությունը պիտի ասի, որ բանը մենք էլ նացիստական կապիտուլացված նացիստական Գերմանիան ենք, չէ՞։ Ինչ է նշանակում այս քաղաքականությունը, այս խոսույթը ուր է տանում։ Եկեք ավելի պարզ խոսենք։ Նշանակում է, որ Հայաստանի պարտադրվելու է կապիտուլյացիա համապարփակ փաթեթով, ադրբեջանցիների վերադարձի պահանջներ է դրվելու, անկլավների վերադարձնել է դրվելու, իսկ այդ սահմանադրությունը տեսանելի բանն է, փոփոխությունը սահմանադրության։ Եվ մի էլ բացառեք, որ միջազգային ատյանների զարգացման կյանքի պահանջ ներկայացվի Հայաստանի նկատմամբ։ Այսինքն արձանագրում ենք եւս մեկ անգամ, եւ սա առաջին դեպքը չի, որ մենք արձանագրում ենք, որ խնդիրը Արցախը չէր։ Իհարկե չէր։ Հայ-ադրբեջանական հակամարտություն, հարգելի Մոնիկա, շատ բազմաշերտ է, դա Արցախով չի սահմանափակվում։ Ուղղակի անցած տասնամյակների Լեռնային Ղարաբաղի խնդիրն է եղել դրա ամենակարևոր թատերաբեմը, հայ-ադրբեջանական հակամարտության։ Հիմա արդեն այդ հակամարտությունը այլ հարթակներում է դրսևորվում։ Այդ Զանգեզուրով անցնող ճանապարհի հարցն է, ադրբեջանցիների վերադարձի հարցն է, մեր սահմանադրության փոփոխությունը, այդ մենակ Նիկոլ Փաշինյանի վարդագույն պատրանքներում հայ-ադրբեջանական հակամարտությունը ավարտված։ Դա շատ բազմաշերտ եւ բարդ քաղաքական հակամարտություն է,
որտեղ միայն բալանսավորված լուծումը կարող էր բերել հակամարտության սառեցմանը կամ կարգավորմանը։ Հիմա որտեղ եք դուք Որն է բալանսավորված լուծում այս Գիտեք, դեպքում։ կողմերից մեկը չպետք է նվաստացվեր, շոր փոխզիջումային լուծում պիտի գտնվեր, որը փոխզիջումային լիներ եւ բավարար թե Հայաստանի թե Ադրբեջանի։ Կարծես թե գտնվեց Արցախը թողնելով ադրբեջանական կողմին, բայց դրանով էլ չվերջացանք, դա բալանսավորված լուծումը չէր։ Դրանով չվերջացանք։ Ինչ պիտի լիներ լավ, որպեսի Ալիևը այսպես Գիտեք, բալանսավորված քանի լուծում կար։ Օրինակ այդ վերջի Լավրովի պլանը օրինակ, դա բալանսավորված լուծման տարբերակ էր։ բայց տեղի չունեցավ։ Դե հիմա տեղի չի ունեցել։ Հիմա պերմանենտ կապիտուլյացիայի հետ գործ ունենք, շարունակական, որը որևէ աղերս չունի խաղաղության մոդելի հետ։ Պարոն Սուրենյան, տեսել եք այն նյութը, որ ադրբեջանցիներ են անհայտ պայմաններում եկել Երևան բարեկների հետ։ Ամենայն հավանականությամբ իրենք Ռուսաստանի քաղաքացիներ են եւ որպես Ռուսաստանի քաղաքացի խնդրեմ չունեն սահման անցնելու ըստ երևույթին։ Բայց խոսույթը իրենց։ Բայց ուր է մեր ազգային անվտանգության ծառայությունը։ Վերջ այդ մարդիկ մի քանի օր մարդկանց հետ են շփվել, չեն էլ թաքցրել իրենք ովքեր են, չեն էլ թաքցրել նույնիսկ ինչի համար են եկել։ Շոր իրենց պատմական հիշողություններին է ինչ է турք տվել։ Այո, վերադարձի։ Դե սա համարեք իրենց մեսիջ ակնկալիքները։ ինչ է լինելու, եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Իսկ ինչ է առաջարկում ընդդիմությունը դրան հակադիր։ Գիտեք, ես համաձայն չեմ էլի, որ ընդդիմությունը բան չի առաջարկում։ Չէ, հարցում եմ, ինչ Այլ բան է, առաջարկում։ որ Օրինակ դուք բյուրեղացված գուցե առաջարկներ, օրինակ ես բազմաթիվ առաջարկներ եմ արել։ Նույն տրիփը շատ վտանգավոր համարելով, այդ չեղարկելու կոչ չեմ արել, ասել եմ ինքը պիտի հարստացվի Հայաստան իրեն երկաթուղով։ Տրիփ պլյուս պիտի լինի։ Ասել եմ, որ առնվազն միջև երաս կարելի է շարունակել, այլ ընդդիմադիրներ են ասել այդ մասին, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ ՀԱԿ-ը, հա? Ու բազմաթիվ ուժեր, որևէ ուժ չգիտեմ Հայաստանում, որը խաչակրած արշավանք է հայտարարել տրիփի դեմ։ Բոլորն էլ ասում են ուղղակի այս ձևով այդ լուծումը չի հանգեցնելու բալանսավորված ինստիտուցիոնալ խաղաղության։ Հետևաբար պետք է բանակցել, փորձել այդ փաթեթի որակը բարելավել, ավելի բալանսավորված դարձնել, բայց եթե հունիսի 7-ին էլի վերարտադրություն եղավ իշխանության, դա էլ անշրջելի գործընթաց կդառնա, ինչպես ասենք Արցախի պարագայում հիմա։ ավելի հավանական չի հիմա քան 21-ին էր։ Ինչը։ Վերընտրությունը։ Եվ կարող եմ ձեր փաստարկի օգտին, ձեր թեզի օգտին փաստարկ բերել եւ հակառակը։ Խնդրեմ։ Օրինակ ձեր թեզի օգտին է խոսում այն փաստը, որ հիմա ինքը ավելի շատ բան ունի ժողովրդի վրա վաճառելու։ Ճիշտ է։ Թվարկենք, պարոն Սուրենյանց։ Ինչ։ Թվարկենք վաճառելիքները։ Դե օրինակ խաղաղության օրակարգը։ Այնուամենայնիվ իշոր թղթեր, փաստաթղթեր ձեռքին հայտնվել են։ Այդ օգոստոսի համաձայնություններն են, այն փաստա, որ նախընտրական զինադադար ինքը կարողանում է մատուցել որպես արդեն կայացած խաղաղություն, ի վերջո մարդկանց հեշտ է իշոր բան ցույց տալ հեռանկար ներդրումների եւ այլն, հա? Սա կարող է, բայց մյուս կողմից հիմա շատ ավելի գահավիժած վարկանիշի հետ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի, քան ձեր հիշած ժամանակներում։ Այսինքն 2021-ին իր վարկանիշը ամեն դեպքում կամ նախկիների նկատմամբ հակավարկանիշը շատ ավելի բարձր է եղել կամ իր վարկանիշը ավելի ցածր է եղել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հակավարկանիշը եւ պատմական մինիմումի վրա է։ Իսկ մյուս ուժեղ եւ թույլ կողմերը կամ տարբերությունները նշեցի։ Ամեն դեպքում հավատում եք, որ արդար ընտրություններ տեղի Իհարկե ոչ։ Բա ինչ է կանելու դրա դեմ։ Գիտեք, դրա դեմ մի հատ դեղատոմս կա ընդամենը։ Տեսեք, արդար ընտրությունների կամ մրցակցային ընտրությունների սկզբունքը արդեն խաթարված է, որովհետեւ եթե կան քաղաքականավորներ, որևէ երկրում է այդպես, դա հայկական երևույթ չի կամ միայն Հայաստանի պատկերի վրա գնահատվելիք բան չի, դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եթե կա
կան քաղաքականավորներ որևէ երկրում, արդեն տեղ մրցակցային ընտրությունների սկզբունքը խաթարված է, որտեղ դեմոկրատիայի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է քաղաքականավորների բացակայությունը, սա մեկ։ Եվ ընդհանրապես այս ավտորիտար միտումները, որ արդեն երևի 8-ից 10 ամիս դրսևորվում են, հա։ Այս ընտրությունների գլխավոր ինտրիգը նույնիսկ այն չի, քանի դիմադիր բևեռա լինելու, ով հետ է դիրքավորվելու, այդ քիչ թե շատ պարզ է կամ շատ մեծ անկանխատեսելիություն չի առաջացնում։ Գլխավոր ինտրիգը հետևյալն է. քանի ինչպիսին կլինի ընտրողների մասնակցության մակարդակը։ Եթե ընտրողների թիվը միլիոնից 1.100.000 լինի, միլիոնից 1.100.000 մարդ, այդ դեպքում ադմինիստրատիվ ռեսուրսի եւ իշխանության ճնշումների արդյունքում ձևավորվող ընտրազանգվածը ընդհանուր էլեկտորալ կառուցվածքում շատ մեծ ազդեցություն կունենա եւ իշխանության վերարտադրությունը հնարավոր կդառնա։ Եթե ընտրությունների մասնակցի 1.300.000 գերազանցող քաղաքացի ընտրող, Հավանական է, բայց իհարկե անցածին 1.200.000-ի կարգի մասնակցություն ա եղել, հիմա եթե կարողանա ընդդիմությունը եւս 100-150.000 մարդ ավել կոնսոլիդացնի, Նիկոլ Փաշինյանի պարտությունը գրեթե կանխորոշված է լինում, եթե նույնիսկ դիմի տոտալ կեղծիքների, նման բարձր մասնակցությունը հետո կարող է հետընտրական զարգացումների տրիգեր դառնալ։ Պարոն Սարոյանց, օրինակ ուժեղ Հայաստան կուսակցությունից, նույն ինքը Սամվել Կարապետյանի պայքարող թիմից ասում են, որ իրենք գնում են բացարձակ հաղթանակի։ Այսինքն իրենք այն հարցին է տաղավարում, թե եթե իրենք չլինեն որպես իշխանություն, արդյոք պատրաստ են որպես ընդդիմություն շարունակել պայքարը, իրենք ասացին, որ իրենք բացարձակ հաղթանակի են գնում։ Ձեր դեպքում դուք պատրաստ եք որպես ընդդիմություն նաև խորհրդարանում աշխատել։ Քաղաքական ցանկացած ուժ պիտի տարբեր դիրքավորումների համար աշխատանքի սցենարներ ունենա։ Հնարավոր չի գնալ, գիտեք, ընտրության արդյունքները կանխորոշված չի կարող համարել ոչ Փաշինյանը, ոչ որևէ ընդդիմադիր ուժ։ Այդ մի քիչ լուրջ զրույց չի նույնիսկ։ Ընտրությունը հենց ինքը ինտրիգա, անորոշություն, անկանխատեսելություն է։ Ես նման պնդումներ չեմ անի։ Եթե կանխատեսումը ուրեմն արդար չի արդեն։ Մենք ձգտում ենք հաղթանակի։ Եվ համարում ենք այս ընտրական գործընթացում մեզ ամենաազդեցիկ սուբյեկտներից մեկը։ Եթե 3-4 ազդեցիկ սուբյեկտ կա, մեկը մենք ենք։ Մենք որ ասում եմ, մի նկատի ունեմ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված կոնսոլիդացիան, հա։ Բայց ես հիմա ոնց կարող եմ կանխատեսել մենք իշխանություն կդառնանք, թե ընդդիմություն կլինենք, թե կոալիցիայով կհաղթենք։ Դա ցույց կտա ընտրությունների արդյունքները, մենք բոլոր սցենարների դեպքում պատրաստ ենք աշխատելու։ Պարոն Սուրենյանց, ձեր թիմում հայտնի անուններից դուք եք Գագիկ Ծառուկյանը, էլ ինչ անուններ կան, Թևանյանը։ Չի այդքան անհայտ է մեր թիմը։ Այո, ուզում եմ բարձրաձայն եք մի քանի անուն։ Ես չեմ կարող բարձրաձայնել, որովհետև ցուցակներ չեք կազմել։ Ցուցակը կազմված չի, բայց այդ կուսակցությունը Բարգավաճ Հայաստանը կոնկրետ շատ երկար տարիներ խմբակցություն ա ունեցել։ Փոփոխությունների չի ենթարկվում։ Դե արդեն ենթարկվում է, չէ, ասենք ես ու Թևանյանը նախկինում օրինակ չենք եղել Բարգավաճի ցուցակում, օրինակ։ Մեզանից բացի հաստատապես էլի նոր մարդիկ կլինեն։ Բայց քանի որ ցուցակը չի կազմվել, մի քիչ կոռեկտ չի խոսել, հա։ Գաղափարներ կիսում եք Թևանյանի հետ։ Նույն թիմում եք։ Գիտեք, դաշինքները տեխնոլոգիական են լինում, կարճաժամկետ օրակարգերով։ Բայց շատ հարցերում ես ու Թևանյանը համաձայն ենք իրար հետ եւ նույնական դիրքորոշումներ ունենք։ Ինչ-որ հարցերում մեր դիրքորոշումները չի համընկնում։ Բայց չեք էլ կարող այսօր Հայաստանում կլասիկ կամ գաղափարակահաղական միայն գաղափարական հատկանիշներով որևէ դաշինք դուք ցույց տաք, չկա ուղղակի։ Դեռ ստանդարտ քաղաքական դաշտ չի մերը։ Բայց եթե մենք մի թիմում համաձայնել ենք մասնակցություն ունենալ, նշանակում է այս պայ օրակարգային հարցերի մեծամասնության վերաբերյալ ունենք համանման դիրքորոշումներ կամ կոնսենսուս։ Որն է գլխավոր հարցը, որի շուրջ համակարծիք եք։ Որակական փոփոխություն է երկրում։ Դա ո՞րն է։ Իշխանապողությունը, քաղաքական այս կոնֆրոնտացիոն մոդելի չեզոքացումը,
Հանրային համերաշխության միջոցով երկրի իմունիտետի բարձրացումը։ Սրանք հարցեր են, որտեղ մենք համակարծիք ենք։ Եկեղեցու հարցում ինչ տեսլական ունեք։ Այդտեղ էլ ենք համակարծիք հաստատ, տեղ ինձ թվում ամբողջ քաղաքական դաշտը նույնիսկ համակարծիք։ Բայց նույնիսկ դա չստիպեց, չէ՞ որ բոլորով միավորվեք։ Եվ ոնց կարող էր բայց դա ստիպել, որ բոլորով միավորվեն։ Այդ հարցում բոլորը կարող են համատեղ քայլեր անել։ Լավ չեն անում, այդպես ասենք։ Անում են։ Գիտեք, ախր Համատեղ Արցախի սիմետրիկ քայլ Չէ, պատկերացնում։ եկեք- Օրինակ ինչ պիտի աներ ընդդիմությունը։ Ինչ պիտի աներ։ Դե փողոցային պայքարի ժամանակ բոլորով էինք։ Փողոցային պայքարների ժամանակ, լավ, Չէ, այսպես ասեմ։ ընդդիմությունը Էլի իշխանության հեռացման հարցն էր, չէ։ Ուրիշ բանավոր չի արել ընդդիմությունը։ Ընդդիմությունը չի կարողացել ձևավորել այնպիսի օրակարգ, որ գլխավոր օրակարգ չդառնա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիան։ Այդ հարցում ընդդիմությունը կարող եք մեղադրել։ Մենք պիտի մեր օրակարգով ստիպենք իշխանությանը հրաժարվել այդ քաղաքականությունից։ Բայց ձեր օրակարգերը համընկան այդ ժամանակ։ Եվ երբ Երբ օրինակ Բագրատ Սրբազանը Տավուշից քայլեց դեպի Երևան։ ժամանակ շատ մեծ կոնսենսուս կար, կան կոնսոլիդացիա։ Ինչու փլվեց։ Չկար այլ ընտրանքային ծրագիր։ Այս ժամանակ էլ եմ ասել նաև ձեր տաղավարում, հիմա էլ եմ ասում։ Այդ ես ասել եմ, որ հնարավոր չի Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիային հակադրել գեղեցիկ հեքիաթ։ Կարծում եք Նիկոլ Փաշինյանը այսօր վախեր ունի, որ հնարավոր է չընտրվի որպես վարչապետ։ Իհարկե ունի։ Իսկ ինչ է ձեռնարկում դրա համար, ինչ եք տեսնում դուք։ Հա? Ռեպրեսիաները։ Ինչի համար են ռեպրեսիաները։ Ինչի համար են այս բոլոր ռեպրեսիվ միջոցառումները, որ արվում է։ Ինչի համար է այս անզուս փակակարողությունը։ Այդպես են Գյումրիի մոդելի մասին խոսում, ոնց որ Գյումրիի մոդելը մի հատ հետադիմական բան է։ Պարլամենտարիզմի տեսակետից Գյումրիի մոդելը ամենաժողովրդավարական բանն է։ Երբ որ անցողիկության շեմը հաղթարած քաղաքական ուժերի մեծամասնությունը կոնսոլիդացվում է, փոփոխություն առաջացնելու համար, իդեպ դա Գյումրիի մոդել էլ չի։ Տիգրան Ավինյանի մոդելը։ Այսինքն Ռուբինյանը բանը, որ ես քանի օր տենց խելակորույս տեմպով խոսում են, Ավինյանի լեգիտիմությունն է կասկածի տակ դնում։ Թե համանդրությունը միտեղ գրած է, որ ԿՊ-ին հետ կարելի է անել, դա դեմոկրատիա է, ուրիշները որ անում են, դա հակադեմոկրատական, հակապետական, ռուսապատ կամ ոնց կարելի է էլի Գյումրիի մոդելի հետևում ռուսական ականջներ փնտրել։ Կամ այդ որ Իսկ որտեղ կարելի է ռուսական ականջ։ ոչ միտեղ Չկան։ չէ։ Անկեղծորեն ասում եմ, չէ։ Իրանց հետևում ավելի շատ ան ինչ-որ ականջներ երևում, տարբեր արտաքին խաղացողների։ Հիմա ես մի բան ասեմ, որ Անդրանիկ Թևանյանը միացել էր Ծառուկյանին, ամբողջ օրը բան էին չի անում, Քոչարյանի խաղ եւ այլն, երևի գիտեք, հետևել եք։ Հիմա այս երկու անգամ Քոչարյանի օրը խաղ կալանավոր է եղել։ Հիմա ես որ ամսի 22-ին պաշտոնապես Համագում Արումյանը նույն մարդիկ կասեն, օրինակ Ծառուկյանը հակաքոչարյանական գծի մեջ է, որտեվ Սուրենյանցը միացավ իրան։ Իհարկե չեն ասի։ Որտեվ բանը Ծառուկյանի առաջարկած պրոյեկտը Քոչարյանի մասին չի, ոչ Թևանյանի միանալով, ոչ իմ։ Այդ մանիպուլյացիաներ են ուղղակի։ Մեր ընտրությունների հարցը բարդ հարց է, բայց կան հարցեր, որոնք ավելի լուրջ են մեր տարածաշրջանում։ Մենք իհարկե կարծես թե կենտրոնացած ենք դրա վրա, բայց այն, որ Միացյալ Նահանգներից արդեն հայտարարություններ են գալիս, որ իրենք պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին եւ ուղիղ Թրամփից, որ եթե հաշտության եզրեր չգտնեն, ամեն դեպքում այդ հարվածին իրենք պատրաստ են։ Մենք այդ մասով կարծես թե ոչ խոսում ենք, ոչ պատկերացնում ենք ինչա տեղի ունենալու մեզ հետ, մեր քաղաքականությունը արդյոք համահունչ է այս process-ներին, թե Չէ, դա Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանք կլինի, եթե Իրանի շուրջ լայնածավալ ռազմական օպերացիա սկսվի, ուղղակի կարող է ստեղծվել մի հատ իրավիճակ, որ վտանգվի մեր պետականության գոյությունը։ Դա ասում եմ, դա կատաստրոֆիկ մի կողմ թողենք, որ պատերազմը հենց մեր սահմանների մոտ է լինելու եւ այլն, այդ փախստականների հոսք կարող է լինել,
հումանիտար ճգնաժամի հեռանկարով, ի վերջո տարածաշրջանում բալանսա փոխվելու, որը էլի խիստ ուժեղացնելու է մեր պոտենցիալ հակառակորդներին կամ թշնամիներին։ Դե արդեն փոխվել է այդ բալանսը, չէ՞։ Ավելի կփոխվի։ Այսինքն մի քիչ էլ բալանսը փոխվի, քո պետականությունը կարող է հայտնվել կոլապսի մեջ։ Ուղղակի կորցնես պետականությունը։ Իսկ ինչ գիտեք, Ադրբեջանը որոշակի ծառայությունների դիմաց, օրինակ, այդ հակաիրանական կամպանիայում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հնարավոր հակաիրանական կամպանիայում Բաքուն որոշակի ծառայությունների դիմաց ինչ գինա պահանջելու նույն Վաշինգտոնից։ Ինչ գին կարծում եք։ Հաստատ մենք ենք վճարելու գինը։ Չգիտեմ ինչա պահանջելու, բայց հաստատ մենք ենք վճարելու։ Փակողին գիտեմ։ Պարոն Սարյանյան, իսկ Բաքվում ընթացող շինծ ու դատավարությունների մասով էլ կուզեմ խոսենք, այ 20 բոլորին արդեն վերջնական ժամկետները տրված են եւ այդ մասով էլ կրկին հայկական կողմից լուր են, միայն ասելով, որ իրենք ամենօրյա ռեժիմով աշխատանք են տանում։ Մենք հույս ունենք, որ մինչև ընտրություններ գոնե այս մարդկանցից որոշները կվերադառնան։ Որոշներ վերադառնան։ Իսկ ինչ սկզբունքով։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը չի վերադառնալու բնականաբար։ Այլ ինչ-որ ֆիգուրանտներ գուցե վերադառնան, որոնք հնչեղության տեսանկյունից Բաքվի համար մեծ արժեք չեն ներկայացնում, այդ մարկային առումով չեմ ասում, քաղաքական հնչեղության։ Գիտեք, եթե չլիներ պաշտոնական Երևանի անատամ քաղաքականությունը, ես տեսականորեն չեմ բացառում, որ մեծ խաղացողները, այդ թվում Միացյալ Նահանգները, միակողմանի ճնշում բանեցնեին ռազմագերիների հարցով Ադրբեջանի վրա հումանիտար խնդիր լուծելու նպատակով։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի ամենասիրած թեզն է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը փակված է, այս դեպքում ակնհայտորեն գերիների հարցը կարող է լուծվել միայն գործարքային տրամաբանության մեջ։ Այսինքն միակողմանի ճնշում Բաքվի վրա չի լինելու։ Լինելու է գործարք։ Հիմա հարց է առաջանում Միացյալ Նահանգներին կամ Ռուսաստանին։ Արդյոք պետք է այդ գործարքը մեր ռազմագերիների հարցով Ադրբեջանի հետ։ Նրանք ուզում են նման գործարք, պատրաստ են ինչ-որ գին վճարել կամ Հայաստանի նոր զիջումների հակելու պատասխանը ստանձնել է։ Կարծում եք Ռուսաստանին պետք չի վճարել ինչ-որ մի բան։ Ինչի համար։ Ադրբեջանին։ Չէ, տարածաշրջան ավելի պատվով մի քիչ վերադառնալու համար։ Ես չեմ կարծում, որ այս պահին այդ հարցը Ռուսաստանի համար առաջնահերթություն է, քանի ռուս-ուկրաինական։ Բայց չի լինի ժամանակ, երբ արդեն կարևոր կլինի ու էլ չեն կարողանա, թե։ Կլինի այդ ժամանակը, միջև այդ բայց պետքա մենք կարողանանք այդ գիտեք ամեն օր ռազմագերու համար կենսական է։ Մենք չգիտենք այդ ժամանակը երբ կլինի։ Անշուշտ եթե ռուս-ուկրաինական պատերազմը վերջանա, Ռուսաստանի ձեռքերն ավելի անկաշկանդ կլինեն, ճնշման գործիքները ավելի շատ։ Միացյալ Նահանգները ամեն դեպքում հայանպաստ ոչինչ չի անում, ոնց եք տեսնում։ Թե մեր քաղաքականությունն է, որ Նախ մեր քաղաքականությունն է, եթե դու օրակարգ չունես, դժվար է հայանպաստ։ Դե խաղաղությունն է օրակարգը։ Լավ, կներեք էլի, այդ նպատակը, որին պիտի ձգտեիր, բայց այս մոդելով Կարծում եք, պարոն Սուրենյանց, Միացյալ Նահանգների համար պակաս կարևոր օրակարգ է դա։ Միացյալ Նահանգները թքած ունեն այդ խաղաղության մոդելի արդյունքում, որով պիտի իրանք կենտրոնական Ասիայից հումքը այս ճանապարհով հասցնեն մինչև Եվրոպա, ինչպիսի տարածքային պարամետրեր կունենա Հայաստանը կամ ինչպիսի տարածքային պարամետրեր կունենա Ադրբեջանը։ Ակնհայտորեն Ադրբեջանը շատ ավելի կարևոր գործընկեր է։ Իրանի հետ կապված հարցերում, բազմաթիվ այլ հարցերում, էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերում Միացյալ Նահանգներում թարապես բոլորի համար։ Դե ինչքան հարուստ, այդքան ավելի կարևոր, չէ՞։ Չնայած ռազմավարական առումով ավելի կարևոր։ Դու քեզանից դու այնքան սահմանափակ սուբյեկտություն ունես, որ քո երկրի վարչապետը կներեք քաղաքական ծաղրացուի դեր է կատարում։ Այլ կերպ իր համեկի հարցազրույցի արած հայտարարություն դժվար է մեկնաբանել։ Ասում է առնվազն 99 տարով հայկական պետականության հարատևություն ապահովված է, քանի որ կա թրիպի ծրագիր։ Ուրեմն վայ են պետությանը,
որի իր պետականության հարատևությունը պայմանավորում է որևէ աշխարհակաղակական կենտրոնով չէ նույնիսկ դրա ինչ-որ ծրագրով, որի աբյոմը այդ ծրագրի ամենաշատը լինի մի 80-ից 200 միլիոն դոլար տարբեր մասնագիտական հաշվներ կան։ Եթե քո պետականության հարատևության գինը է դա, ինչ ասեմ։ Եթե բովանդակություն ունենար այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները, ստիպված չեն լինի Վենսի այցելության օրերին այդ կարգի քարոզչական կեղծիքի դիմել։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության գալիք ընտրություններից հետո, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու։ Իսկ որի եթե լինի ակնհայտ է, որ ստորագրվելու է։ Դե իրենք անգամ զիջումների գնով։ Այդ անդադար լինելու այդ զիջումները։ Այսօր սահմանադրությունն է, որտեղ ընտրությունների հետ կապված սահմանադրության հարցը ակտուալ է։ Հետո դառնալու է անկլավների վերադարձի պահանջ, հետո փախստականների վերադարձի պահանջը, հետո ասելու այդ փախստականներին վերադարձող սահմանադրական կարգավիճակ դիտակ, ու այսպես շարունակ։ Իսկ եթե մերժեն։ Ովքեր մերժեն։ Այդ պահի իշխանությունը մերժեց, ի՞նչ է լինելու։ Գիտեք, ես չգիտեմ միջև ուր հասել Նիկոլ Փաշինյանը։ Բանակցային իր պայմանավորվածությունների մեծ թվերային։ Ընդհանրապես իմ համար պարզ է, որ եթե հայկական դիվանագիտությունը անկախ նրանից ով է իշխանություն, չկարողանա հասնել դրան, որ այս գործընթացում ազդեցիկ միջնորդներ հայտնվեն, որոնք որոշակի ինստիտուցիոնալ երաշխիքներ դիտան։ Օրինակով Ռուսաստան, Ամերիկա։ Դե Ամերիկան լավ վկայանա միջնորդ չի։ Նա եկել է այս process-ից իր փայը վերցնելու։ Նրանք ինստիտուցիոնալ խաղ։ Իսկ ինչ ենք շահել, երբ Ռուսաստանը միջնորդ է եղել։ Ինչու կրկնենք։ Իսկ որ չեղավ տեսանք, չէ՞, ինչ ողբերգության առաջ։ Բայց եղած ժամանակել ենք տեսել ինչ եղել։ Երբ է սկսվել մեր ազգային աղետը մեծամասշտաբ։ Արցախի կորստով, պատերազմով եւ նոյեմբերի չկար, երբ որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո դուրս եկավ եւ որոշեց գլուխ արտուկել արևմտյան հարթակներում, մենք ունեցանք Արցախի կորուստ։ Իսկ այդ ժամանակ կարծում եք հրաժարում չէր եղել վերջնականապես ռուսական կողմից։ Այսինքն հրաժարվել։ Այո։ Ոչ։ Ամեն ինչ բարձրացնում է։ Ոչ։ Չէին հրաժարվել ռուսները։ Խենք քրոնիկան խառնում։ Այսինքն 2021-ի դեկտեմբերից Նիկոլ Փաշինյանը անցում է կատարում ռուսական հարթակից արևմտյան հարթակների։ Մենք ջերմուկի հետ ենք կապում հոկտեմբերի 6-ը։ Ոչ, հոկտեմբերի 6-ի սերմերը դրվել են ոչ թե ջերմուկի իրադարձություններով, այլ 2021-ի դեկտեմբերից սկսված մի կուրսով, որի անունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր փոխել երկրի ստրատեգիական կուրսը։ Բայց չի փոխվել։ Ո՞վ ասում ձեզ։ Փոխվել է։ Իհարկե։ Նայեք ինչ բանը, ով է միջնորդը գործընթացում, որ հարթակներում են տեղի ունենում բանակցությունները։ Նա էլ վերահսկում է տարածաշրջանային գործընթացները։ Բայց ակնհայտ է, չէ՞, պարոն Սուրենյանց, մենք այնպիսի կապերով ենք կապված Ռուսաստանի հետ, որ այդ չես կարող վերահսկել այդ կապերը ուղղակի։ Դրա համար էլ մենք փոփոխությունը համարում ենք արկածախնդրություն։ Բայց որ փոխվելու ուղղությամբ շատ ակտիվ քայլեր են անում։ Արևմտյան հարթակներում ինչ-որ բանակցություններ առանց երաշխիքների, Եվրամիությանը ինտեգրվելու մասին են հայտնի օրենքը։ Երկաթուղիները կոնցեսիոն կառավարումից զրկելու այդ մտադրությունը։ Հիմա տասնյակ օրինակներ կարող եմ բերել։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ իմ զրուցակիցը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն էր, այսքան այսօրվա համար կհանդիպենք, լավ եղեք։